Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում շփվել աշխատակազմի հետ։ Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության Իտալիայի կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարման ուղղված քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման եւ պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգեվոր եւ հասարակական թեմաների շուրջ։ Հանդիպման ավարտին Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք եկեղեցական զգեստ, որը օգտագործվում է պատարագի ժամանակ եւ պահվում է Լիբանանի վանքի թանգարանում։ Կաթողիկոս պատրիարքը վարչապետին է հանձնել նաեւ հուշամեդալ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը կրթության բնագավառում կարևոր է համարում նորարարությունն ու փոփոխություններից չխուսափելու գործելավոճը։ Այս մասին նախագահն ասել է Ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորումի բացման արարողության ընթացքում, խոսելով 2025 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած տնտեսագետների մասին։ Նոբելյան կոմիտեն հիշեցրել է աշխարհին, որ տնտեսական առաջընթացը կախված է ոչ թե փոփոխությունից խուսափելուց, այլ այն օգտագործելուց եւ այս փիլիսոփայությունն է, որ պետք է առաջնորդի մեզ առաջիկայում։ Առավել ևս կրթության բնագավառում ռազմավարական խնդիրներ լուծելու մարտահրավերներին դիմակայելու համար։ Կրթությունը, գիտելիքը, նոր տեխնոլոգիաները այն շարժիչ ուժն են, որ կապահովեն Հայաստանի զարգացման, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության եւ տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացման հարատևությունը, ասել է Խաչատուրյանը։ Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պարտադիր կնքվելու են էլեկտրոնային տարբերակով։ Այսօր հրավիրված ասուլիսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն File Online Tax Service.am հարթակում անհրաժեշտ գործիքակազմը գործում է եւ արդեն կան թվային տարբերակով կնքված առաջին պայմանագրերը։ Հարթակում լինելու է աշխատանքային պայմանագրի կաղապար, այսինքն կոնկրետ պարտադիր դաշտեր, որտեղ գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալները։ Երբ գործատուն լրացնում է բոլոր դաշտերը, դրանից հետո այն էլեկտրոնային եղանակով ստորագրում է։ Պայմանագրի մյուս կողմը, աշխատողը, self-portal հարթակով ստանալու է ծանուցում այն մասին, որ գործատուն իր համար պատրաստել է աշխատանքային պայմանագիր։ Ծանոթանալուց հետո աշխատակիցը էլեկտրոնային ստորագրությամբ կարող է հաստատել այն։ Այս ընթացքում գործատուներից ամենաշատ բարձրացվող հարցը եղել է էլեկտրոնային ստորագրության հարցը, մասնավորապես այն, որ ոչ բոլորն ունեն։ Ասեն, որ դա ընդամենը մեկ անգամյա գործողություն է, այսինքն եթե քաղաքացին մեկ անգամ ստացավ այս ստորագրությունը, ապա հաջորդիվ այլևս անելու բան չունի։ Դրանից բացի եկամուտների հայտարարագրման գործընթացով պայմանավորված բազմաթիվ քաղաքացիներ արդեն ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, ասել է Ժորա Սարգսյանը։ Ինչ է լինելու այն աշխատողների պարագայում, որոնց պայմանագրերը կնքվել են ավելի վաղ։ Այս մասով եւս առաջարկվում են լուծումներ։ Մասնավորապես 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրամադրվելու բոլոր գործատուներին, որ ավելի վաղ ընդունված աշխատողների պայմանագրերը եւս այդ հարթակում լրացնեն։ Խոսքն այն աշխատողների մասին է, որոնք այդ պահին գործատուի մոտ աշխատում են։ Սպասվող փոփոխությունները կնպաստեն, որ փաստաթղթաշրջանառության ծավալը կտրուկ նվազի։ Դրանից բացի գործատուի կողմից արվող գործողությունները կկրճատվեն, ինչպես նաեւ կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին։ Աշխատողներն էլ կարող են մեկ հարթակում տեսնել իրենց ունեցած աշխատանքային պայմանագրերը, կխուսափեն հնարավոր խնդիրներից։
Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել այսօր քրեական վարույթի շրջանակներում, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վարդան Ղուկասյանի օգնականը լրատվամիջոցին հայտնել է, որ 60-70 հոգով մտել են քաղաքապետարան, համայնքապետին պառկեցրել հատակին ու ձերբակալել։ Ավելի ուշ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով։ Առողջ հասարակություն ունենալը պետության կայունության, առաջընթացի զարգացման ու ապագայի համար կարևոր պայման է։ 2026-ից փուլային տարբերակով Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ։ Նպատակը մեկն է՝ ունենալ առողջ ազգաբնակչություն։ Համակարգի կայացման համար պետությունը ներդրել է ֆինանսական լուրջ միջոցներ հատուկ խմբերի քաղաքացիների համար։ 26 թվականի հունվարի 1-ից ներդրվելու է առաջին փուլը, որի մեջ ընդգրկվելու են մինչև 18 տարեկան բոլոր երեխաները, 65 եւ ավել տարիքային խմբի մեր հայրենակիցները եւ 18-ից մինչև 65 տարեկան առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները եւ անապահովության նպաստ ստացող մեր քաղաքացիները գումարը ամբողջությամբ վճարելու է պետությունը։ Շատ կարևոր ռեֆորմ է եւ ես կարծում եմ, որ սա կլինի այն փրկարար օղակը մեր հանրության համար, ովքեր կկարողանան գնալ հիվանդանոց բուժումներ ստանալու եւ չմտածելու որտեղից հայթայթել գումար։ Մեկնարկային փուլից հետո ըստ առաջարկվող նախագծի ապահովագրության շահառուկը հանդիսանան նաև ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Առողջապահական փաթեթը լինելու է կանխարգելիչ, հիվանդությունների վաղ հայտնաբերման մի շարք ծրագրերով եւ ներառելու է բուժման ընդգրկուն ծառայություններ։ Հիմա նախարարությունը տարեկան քաղցկեղի բուժման համար քիմիոթերապիայի դեղերը տրամադրում է 300,000 դրամի սահմաններում։ Այդ 300,000 դրամը ապահովագրության շրջանակներում դառնում է 1,200,000։ Տարիների ընթացքում բազմաթիվ փորձեր ու մշակումներ են արվել համապարփակ ապահովագրության համակարգ ունենալու համար, բայց հաջողություն ներդրման տեսանկյունից չի արձանագրվել։ Այսօր արդեն կա քաղաքական հստակ որոշում ու պատասխանատու օղակների համատեղ աշխատանքի արդյունքում փաթեթը բերվում է վերջնական տեսքի։ Հայաստանի քաղաքացիներն ըստ խմբերի կդառնան առողջապահության պարտադիր համակարգի շահառուներ։ Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման տեսանկյունից կառավարության հետ կա լիակատար կոնսենսուս, նշում է պատգամավորն ու հավելում։ Աշնանային նստաշրջանի ընթացքում փաթեթն ամբողջությամբ կքննարկվի համապատասխան հանձնաժողովների կողմից, որովհետև սա մի հանձնաժողովի հարց չէ մենակ։ Ինչպես նշում է պատգամավորը, քննարկումներ կլինեն նաև խորհրդարանական լսումների ձևաչափով։ Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը կգործի հաջորդ տարվանից եւ 3 տարվա ընթացքում աստիճանական կարգով շահառու կդառնան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 20-ին համաձայն որի բացահայտվել է 288 հանցագործություն, որոնցից 3-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 3 օրում գրանցվել է 39 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 64-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հոկտեմբերի 18-ին ժամը 20:50-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով։ Պարզվել է, որ ժամը 19:40-ի սահմաններում Ալափարս Չարենցավան խաչմերուկում բախվել են Մերսեդես եւ թիվ 275 երթուղին սպասարկող գազել մակնիշի մեքենաները։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։ Կանադան հարգում է Հաագայի միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերը եւ եթե Նեթանյահուն ժամանի Կանադա, նա կձերբակալվի, ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նրա կաբինետի արդեն նախկին անդամ պաշտպանության նախարարի պաշտոնից վերջերս հրաժարական տված Յոավ Գալանտի, ինչպես նաեւ արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված Համաս խմբավորման գլխավոր հրամանատար Մոհամեդ Դեյֆի ձերբակալության օրդեր է տվել։ Միջազգային քրեական դատարանը պնդում է
հիմքեր ունի եզրահանգելու, որ Նեթանյահու գալանտ զույգը քրեական պատասխանատվություն է կրում սովը որպես զենք կիրառելու, սպանությունների, հալածանքների եւ այլ անմարդկային արարքների համար։ Փարիզի դատախազությունը ներկայումս քննարկում է Լուվրի կողոպուտի երկու հիմնական վարկած։ Լա Ֆիգարոյի հաղորդմամբ այս մասին ասել է դատախազ Լորա Բեկոն։ Նրա խոսքով իշխանությունները չեն բացառում, որ կողոպուտը պատվիրված է եղել կամ իրականացվել է փողերի լվացման նպատակով։ Կազմակերպված հանցավորությունը կարող էր երկու նպատակ ունենալ՝ կամ նրանք պատվիրված կողոպուտ են իրականացրել, կամ գողացել են զարդերը փողերի լվացման համար։ Դատախազի խոսքերն է մեջբերում թերթը։ Դատախազը նաև հայտնել է, որ քննարկվում է օտարերկրյա միջամտության վարկածը, բայց դա առաջնահերթություն չէ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Լուվրը կարող էր թալանվել օտարերկրացիների կողմից։ Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ի առավոտյան Փարիզի հայտնի թանգարանում կողոպուտ է տեղի ունեցել, Լուվրից գողացվել են 8 զարդերի, այդ թվում Ֆրանսիայի թագուհիներին եւ կայսրուհիներին պատկանող թագեր, ականջողեր, վզնոցներ եւ կրծքազարդեր։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։